Ողջույն սիրելիս, ասորտությունը քեզ հետ լինի։ Ուզեմ ձեզ մի դեպք պատմեմ, որ մի քանի օր առաջ եղել է մեր ընտանիքում։ Երեք աղջիկաս ծնունդներ եւ գնացել էինք Երևան պարկ, որպեսզի ատրակցիոններից օգտվեինք, խաղայինք, լավ ժամանակ ունենայինք։ Երեք սկզբից ամեն բան հրաշալի էր ընթանում, բայց արդեն մոտավորապես երեկո էր, երևի ժամը 7-ի կողմներ, 7-ից 8 ընկած հատվածում ես նկատեցի, որ իմ երեխան մի փոքրիկ կաղում էր։ Եվ հետո նա սկսեց ավելի շատ կաղալ։ Ես հարց տվեցի նրան, ասի Իսակ, իսկ ինչ ա եղել քո հետ։ Ասեց, պապա, ոտքը սոլորվել է։ Եվ գիտեք, նա ուրախանալով, որ ուզում է նստել մեկ ատրակցիոն, հետո մյուսը, երեխաները բոլորը վազում են ատրակցիոններին, եւ նա նույնպես ուզում է վազի, որպեսզի նստի, չէր կարողանում, նա իմ ոտքի վրա թռվռալով էր գնում։ Իրեք այնքան իմ սիրտը ցաված այդ բանը, ես գրկեցի երեխայիս, ես ասացի, թույլ տուր քեզ օգնեմ։ Եվ ասացի, որ ատրակցիոնը, որ ուզես, ես քեզ կտանեմ եւ քո հետ կնստեմ այնտեղ։ Եվ մենք մոտավորապես 9 տեսակի ատրակցիոն նստեցինք, հետո նա ասեց, պապ, ես էլ չեմ ուզում։ Եվ երբ որ եկանք նստանք սրճարան, ես սառույց էի դրել նրա ոտքին, իրեք սառույց էի դրել եւ աղոթում էի։ Եվ հանկարծ սրտումս մի ձայն լսեցի։ Իսկ քո թույլ կտաս քո խնդիրնի մեջ ես էլ քեզ գրկեմ։ Գիտեք, մենք շատ անգամ քրիստոնյաներս սիրում ենք ցույց տալ, որ մենք ուժեղ ենք եւ մենք կարող ենք, մենք չենք սիրում ցույց տալ մեր թույլ կողմերը։ Մենք անգամ չենք սիրում մարդկանցից օգնություն խնդրել, որովհետեւ մտածում ենք դա պարտվելու նշան է։ Գիտեք, օգնություն խնդրել դա նշանակում է չհանձնվել։ Եվ եթե դու խնդիրների մեջ ես, իրական միամա չի Աստծուց օգնություն խնդրելու համար, որովհետև Աստված ինքը պատրաստ է քեզ օգնելու։ Միգուցե դու էլ հիմա քո կյանքի ընթացքում եկել է մի հատ մութ ժամանակ, որ թուլացել է ոտքդ եւ դժվարանում ես ժամանակների հետ գնալ։ Բոլորը վազում են, օգտվում են, բայց դու կարծես թե կաղում ես, չես կարող, փորձում ես, բայց ցավում է, չի ստացվում քո կյանքում։ Ես քեզ ուղղակի ուզում եմ խնդրեմ, որ դու վստահես Աստծուն։ Գիտես, վստահես Աստծուն եւ ասես Հիսուս, ես այնքան ունեմ քո կարիքը հիմա։ Այո, Տեր, ես թուլացել եմ, կաղում եմ։ Ես եղիր անկեղծ Աստծո հետ։ Եղիր անկեղծ Աստծո հետ քո ֆինանսների հարցում։ Եղիր Աստծո հետ անկեղծ քո ընտանեկան հարցերում, մարդկանց հետ փոխհարաբերությունների հարցերում։ Եղիր Աստծո հետ անկեղծ։ Եվ վստահիր նրան, վստահիր եւ հետևանքները նույնպես։ Գիտեք, այդ սառույցը դնելուց հետո մոտավորապես 1 ժամ հետո նորից իմ տղան վազում էր։ Եվ Աստված գիտի ինչպես բուժի մեր վերքերը եւ ինչպես զորացնի, պես որպեսզի մենք նորից կարողանանք վազել։ Գիտեք, այդ ամենը տեղի չունենա, միջև մենք չգանք Աստծո մոտ։ Եվ միջև մեր հպարտությունը չդնենք մի կողմ եւ ասենք այո, օգնիր։ Իրեք սկզբից իմ տղան չէր ուզում, ասում էր ես կարող եմ։ Բայց հետո նա երբ որ թույլ տվեց ես նրան օգնեի, նա իրական գիտակցեց ինչ լավ է, որ կա մեկը, որ կարող է իրան ձեռքերի վրա տանել։ Եվ ես հիմա ասում եմ քեզ, սա կարող ես ընդունել որպես մարգարեական։ Աստված ուզում է քեզ ձեռքերի վրա տանել, եւ Աստված ուզում է քեզ բժշկել, Աստված ուզում է քեզ օգնել, Աստված ուզում է քո խնդիրների մեջ իր լույսը բերել։ Հարց. դու ուզում ես։ Թույլ կտաս, որ Աստված քեզ վերցնի իր ձեռքերի մեջ։ Թույլ կտաս, որ Աստված փոխի քո ընթացքը։ Թույլ կտաս, որ Աստված լցնի քո կյանքը։ Աստված ուզում է։ Աստված ուզում է փոխի շատ բան մեր կյանքերում, բայց շատ անգամ մեր հպարտությունը, մեր մտածելակերպը հին, իրեք մեր անցյալի փորձերը, մենք մտածում ենք, որ այս ամենը ես կարող եմ։ Շատ անգամ մենք ներկում ենք մեր դեմքը ժպիտով, ցույց տալով բոլորին, որ մենք ուժեղ ենք։ Շատ անգամ մենք ներկում ենք մեր դեմքը ժպիտով, ցույց տալով, որ մենք ամեն բան կարող ենք։ Ամենակարևոր պահին, որ Աստված ինչ-որ նոր բան է սկսելու անել մեր կյանքում, մենք չենք տեսնում, դժվար է լինում մեզ։ Իրեք Աստված մի այսպիսի խոսք է ասում Աստվածաշնչի մեջ, ասում է իմ գառները իմ ձայնը ճանաչում են։ Գառները 3 մետրից այն կողմ չեն տեսնում, բայց 4-րդ մետրի վրա ձայն են լսում։ Եվ նրանք ճանաչում են իրենց հովվի ձայնը եւ գնում են իրենց հովվի հետևից։ Դες միգուցե քո կյանքում այդպես։
երեկո է եկել եւ լույսը չես տեսնում։ Երեկո է եկել ցավերը դա շատացե։ Երեկո է եկել դժվարանում ես, կաղում ես։ Իրես Հիսուսը հերվից կանգնած գոռում է եւ ասում է. «Թույլ տուր քեզ օգնեմ»։ Պարզապես եղիր անկեղծ Աստծո հետ։ Եվ Աստված գիտի ինչպես բժշկի քեզ, եւ Աստված գիտի ինչպես վերականգնի քեզ, եւ Աստված գիտի ինչպես նոր ընթացքի մեջ մտցնի։ Սիրելիս, մեր Աստվածն հրաշագործ է, նա քաղցր է, բարի է եւ գթած է։ Եվ ես քեզ ասեմ, երբ որ մենք աղոթում ենք այսպես. Հայր մեր, որ երկնքում ես։ Չգիտես ինչու շատերը Աստծուն վախենում են հայր ասել, բայց Հիսուսը ինքը անձամբ ասեց, որ աղոթելուց աղոթեք այսպես. Հայր մեր, որ երկնքում ես։ Եվ ես հիմա քեզ նորից ուզում եմ խնդրեմ. թույլ տուր հայրը գրկի քեզ եւ տանի քեզ քո խնդիրների մեջ եւ թույլ տուր նա քեզ հաղթանակ տա եւ միշտ հիշի օգնություն խնդրել դա նշանակում է շարունակել պայքարել օգնություն խնդրել դա նշանակում է չհանձնվել Աստված օրհնելով օրհնի քեզ